Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա կես ժամվա ընթացքում ձեզ հետ կլինեմ ես Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, ինչպես միշտ, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ հրավիրում եմ իհարկե Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, այստեղ եւս մեզ կարող եք դիտել, լսել live stream-ի տարբերակով, մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր, դիտարկումներ թողնել, ես ամենին հետևում եմ եւ հետաքրքիրները, արդիականները կուղեմ մեր այսօրվա հյուրին, զրուցելու ենք ատամների իմպլանտացիայի վերաբերյալ, կարծում եմ բոլորս հաստատ լսել ենք, միգուցե առնչվել ենք, ճանաչում ենք մարդկանց, ովքեր առնչվել են, մի խոսքով կարծում եմ շատ էսպես պետքական եւ օգտակար է լինելու թեման, իսկ մենք զրուցելու ենք ինդիվիդուում ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ ստոմատոլոգ Գառնիկ Ցուցուլյանի հետ, ողջույն Գառնիկ։ Եվ դուք մեզ օգնելու եք հասկանալ ինչ է փոխվել իմպլանտացիայի երևույթի գործընթացների մեջ, ինչպիսին էր այն առաջ, ես հիշում եմ, որ շատ տարիներ առաջ, երբ առաջին անգամ մենք լսեցինք, նախ դա շատ վախենալի եւ շատ բարդ էր մեզ թվում, ինչպես թե դնում են փոխարինող մեր ոսկրին կամ սերտաճում է կամ ոչ, այնտեղ բավականին ցավոտ վիճակներ էին նկարագրում մարդիկ եւ որ ամենակարևորն է այն բավականին անհասանելի էր, ինչպես մի ժամանակ օրինակ վինիրներն էին, միայն Հոլիվուդում։ Դրանք էլ առաջ բավականին դժվարամատչելի, դժվար հասանելի վիճակ էին թվում, իսկ այսօր ասենք, որ այսօր շատերն են անում եւ նույնիսկ ցուցված է լինում, որ այլ բան չի էլ քննարկվում, որ ձեզ պետք է իմպլանտացիա եւ ինչպես առաջ պլոմբավորումներ, հիմա էլ իմպլանտացիան է։ Ինչ տպավորություններ ունեք դուք, նախ քանի տարի եք ոլորտում, պրակտիկան ձեր որքան է, որ հասկանանք պատմական ակնարկներին անդրադառնալը որքան է լինելու եւ ձեր տպավորությունները։ Իմ փորձը մոտավորապես 5 տարի է իմպլանտացիայի մեջ։ Եթե համեմատենք դրանից առաջ ինչքան որ ես որպես ուսանող ժամանակ հետևել եմ իմպլանտացիայի զարգացմանը, մոտավորապես 10 տարի առաջվանից սկսած արդեն ինչ-որ մի հատ տենդենս սկսեց իմպլանտացիայի զարգացման մեջ, որ իմպլանտները նախ սկսեցին ավելի հասանելի դառնալ իրանց բազմազանության շնորհիվ, հիմա շատ ավելի հասանելի են, քան 5 տարի առաջ, երբ որ ես նոր էի սկսում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ մեր արտադրող ընկերությունները իմպլանտացիաների շուկայում սկսեցին շատանալ, հետևաբար նաև սկսեցին գտնել տարբերակներ, ուղիներ, որպեսզի այդ իմպլանտները լինեն ավելի հասանելի, որովհետև իմպլանտացիաները թույլ են տալիս մեր այս ժամանակներում առանց ատամները վնասելու ունենալ ատամներ։ Բնականաբար արտադրող ընկերություններն էլ իրենց հերթին փորձում են այդ ճանապարհները շատ ավելի հեշտ ձևով գտնել, իսկ հեշտացնում նա ինչը որ հասանելի է դառնում մարդուն։ Նաև մասշտաբի էֆեկտն է գործում, այսինքն որքան շատանում է պահանջարկը, այնքան առաջարկը սկսում է փոփոխվել, կարգավորվել դրա ներքո, այսպես եթե կարելի ասել։ Բնականաբար նյութատեխնիկական հնարավորություններն են փոխվում, արտադրողների մոտ նոր կադրերի եւ նոր գաղափարների համադրումն է սկսում ավելի լավ աշխատել։ Հետևաբար, իմպլանտացիան հիմա անհամեմատ հասանելի է դարձել եւ որակային առումով, եւ արժեքային առումով, եւ ժամանակային առումով շատ ավելի հեշտացել է իմպլանտացիաները այն ժամանակ, երբ որ ենթադրենք մարդը ինչ որ պայմանականորեն որևէ ատամի խնդիր ուներ, այդ ատամը պետք է հեռացվեր, սպասեին որոշ ժամանակ, ենթադրենք որևէ ծնոտի դեպքում մի ժամանակ, հետո նոր ձևավորվեր այդ ոսկորը, հարցեր կառաջանար այդ ոսկորը չէր առաջանա, հետո նոր տեղադրվեր իմպլանտատը, նորից սպասեին, որպեսզի, այսինքն մոտավորապես 1 տարի ամիսներով սպասում են հեռացումից հետո ոսկրի առաջացման այդ ճակերտավոր առաջացմանը, ինչ չի առաջանում բնականաբար։ Ինչու ճակերտավոր, մարդիկ իսկապես այդպես էլ ասում են, տեսնես կձևավորվի այդ ոսկրը թե ոչ, ինչ է իրականում տեղի ունենում։ Իրականում այն է տեղի ունենում, երբ որ մենք հեռացնում ենք ատամը, ինչ որ ժամանակվա ընթացքում, իսկ դա առաջին տարվա ընթացքում մոտավորապես վերտիկալ, այսինքն ուղղահայաց բարձրության մասին է խոսքը, 4 մմ հենց առաջի տարում մենք ոսկրի կորուստ ենք ունենում։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր օրգանիզմը ինքը հասկանում է, որ այդտեղ այլևս օրգան չկա, հետեւաբար այդտեղ հատվածում ոսկոր մեզ պետք չի,
Հետևաբար նաև սկսում է ինքը ինչ որ նաև ինքնապաշտպանողական բնույթ է կրում։ Սկսում է մեր ոսկրը ռեզորբսվել, այսինքն կորչել, հետևաբար արդյունքում նաև առաջանում է ոսկրի այնպիսի դեֆեկտ, որը հետագայում առաջացնում է մի այնպիսի բարդություն, որ իմպլանտ հնարավոր չի ուղղակի տեղադրել։ Դա միշտ չի այդպես լինում բնականաբար, ու միշտ էլ չի, որ մենք կարողանում ենք մի մոմենտ իմպլանտացիայի տարբերակով առաջ գնալ, ցավոք սրտի, ինչը չնայած շատ ցանկալի երևույթ է ու իմ ժամանակակից իմպլանտացիայի ամենակարևորագույն պահերից մեկն է երևի թե որ մենք Եկեք այդ տեսակների մեջ խորամուխ լինենք, ինչ է նշանակում միամոմենտ եւ ինչ է նշանակում առանց դրա եւ որ դեպքում ինչն է հնարավոր կատարել կան հակացություններ թե ոչ։ Իմպլանտացիան դա երբ որ ատամը հեռացվում, անմիջապես տեղադրվում է իմպլանտատ։ Այսինքն մենք այդ ոսկրանյութ կոչվածը ճակերտավոր, ճիշտ է։ Չէ, ոչ թե ոսկրանյութ կոչվածը ճակերտավոր, այլ երբ որ մենք ատամը հեռացնում ենք, մենք ատամի ատամնաբնի մեջ, որտեղից որ հեռացվել է ատամը, տեղադրում ենք իմպլանտատը։ Հա, այստեղ ոսկրանյութ գրեթե 80% դեպքերում մենք օգտագործում ենք։ Բայց ինչի է այդ ոսկրանյութը շատ ավելի հեշտացնում մեր աշխատանքը ու ինչի է մեր աշխատանքի որակը լավացնում, որովհետև այն ոսկրային հյուսվածքը, որը որ հեռացումից հետո մենք ունենք, փաստացի մեզ թույլ է տալիս ծավալ ապահովել հետագայում, իսկ այդ ոսկրանյութերը ամրանում են, կպնում են, ոնց որ մեր ժողովուրդն է սիրում ասել, մենակ այն դեպքում, եթե ունենք սնուցում։ Այսինքն, եթե ոսկրանյութը ընդգրկված տեղադրվում է ատամնաբնի մեջ, իմպլանտի եւ ոսկրի արանքում, ասենց փորձում եմ մաքսիմալ հասանելի բացատրել։ Այո, մենք մեխանիզմը փորձենք հասկանալ։ Սնուցումը հաշիվ ոսկրի, բնական ոսկրի մարդու շատ ավելի արագ, շատ ավելի անխնդիր, սկսում է անպրոբլեմ առաջանալ։ Հետագայում բնականաբար այն իմպլանտը, որը տեղադրվել է հեռացված ատամի շրջանում, ոսկրի դեֆեկտ չունենք, մեր լինդը չի գնում դրա հաշվին, իսկ եթե մենք ոսկրային հյուսվածքի կորուստ ունենք, բնականաբար լինդն էլ փափուկ հյուսվածքն էլ սկսում է իջնել, հա, ոնց որ ժողովուրդը սիրում է ասել։ Արդյունքում ունենում ենք շատ ավելի էսթետիկ, շատ ավելի բնական, շատ ավելի ֆիզիոլոգիական արդյունք։ Սա միամոմենտի ամենամեծ, ատամը տեղադրվեց իմպլանտը, որքան է սպասվում այդ միամոմենտ տեղադրումից հետո, ինչքան ժամանակ է անցնում մինչև հաջորդ քայլը։ Շատ հարաբերական է այդ բանը, որովհետև երբեմն հատկապես եթե էսթետիկ շրջանի մասին է խոսքը գնում դիմային ատամների, օրինակ բացակայության կամ փոխարինվող ատամի իմպլանտով, դեպքում մենք կարողանում ենք անմիջապես բեռնել իմպլանտները։ Դա էլ ժամանակակից իմպլանտացիայի կարևորագույն առավելությունն է, այսինքն տարբերությունը, թե 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ, հա, այսինքն մարդիկ սկսում են ավելի հաճույքով գալ process-ներին, էլի կարելի է ասել ճակերտավոր, իհարկե ամեն դեպքում միջամտություն, բայց 15 տարի առաջվա համեմատ, երբ որ մարդը գիտեր, որ գնալու է իր դիմացի ատամը հեռացվելու է, իմպլանտը տեղադրվում, ինքը մնա անատամ, ուղղակի կամ ինչ որ շարժական, ինչ որ բանով փոխարինեն այդ ատամը հոգեբանական փոփոխություն կա միանշանակ։ Եվ բժիշկ դուք նշեցիք, որ արտադրող ընկերությունները սկսել են բազմազանություն մտցնել իրենց այս պրոդուկտների մեջ, ինչի հաշվին է սա, այսինքն կա ցածր որակ, միջին որակի, բարձր որակ, ինչն է տարբերությունը եւ մենք պոտենցիալ բուժառուներս ինչից պետք է այսպես զգուշանանք։ Խուսափել պետքա միանշանակ ոչ սերտիֆիկացված միջազգային որակավորում չունեցող իմպլանտներից։ Բարեբախտաբար Հայաստանում այս այդ խնդիրը կլինի, ինձ թվում է, որ չեմ առնչվել, որովհետև միշտ առիթ եմ ունեցել բարձրորակ մասնագետների հետ առնչվելու, բայց դրանից պետքա խուսափել։ Այսինքն կան աշխարհում, ես դա գիտեմ, մեր հայկական փորձը ավելի քիչ է, որովհետև շուկան էլ փոքր է, ենթադրում եմ, բայց դրանից է պետք խուսափել առաջին հերթին, երկրորդ հերթին պետք է խուսափել այն իմպլանտատներից, որոնք որ օրթոպեդիկ, այսինքն հետագայում շապիկավորման համար ավելի սեղմ պայմաններ են մեզ առաջարկում, դա պայմանավորված է իմպլանտների դիզայնով, արտադրող ընկերության առաջարկած օրթոպեդիկ կոնստրուկցիաների, սուպրաստրուկտուրաների բազմազանությամբ, հա, այսինքն ինչքան իմպլանտատները իրենք նոր են շուկայում, այնքան ուսումնասիրությունները հետևաբար քիչ են, այնքան հետևաբար իրենց փորձն էլ է քիչ եւ արդյունքում ստեղից առաջանում է այն տարբերությունը, թե ինչով են տարբերվում պրեմիում դասի եւ բյուջետային դասի իմպլանտները, բայց մի հատ շատ կարեւոր առավելություն կա այս ամեն ինչի մեջ, որ շուկայում մրցակցության ֆոնին մեր բյուջետային դասի իմպլանտները, օրինակ հարավկորեական իմպլանտները, որոնք շատ հայտնի են ու այսօր Հայաստանում երևի ամենատարածվածն են, ու ավելի նոր են,
ու համեմատած այստեղ արդեն կարելի է ասել իմպլանտատներ կան հարավկորեական, որոնք շուկայում 20 եւ ավելի տարի են, միգուցե նաեւ 30 եւ ավելի։ Ի տարբերություն օրինակ Nobel ֆիրմայի իմպլանտները, որոնք որ 70-80, այսինքն իմպլանտացիան ինչ հայտնվել է բժշկության մեջ, այդ ժամանակվանից իրենք հետեւաբար պրեմիում դասի իմպլանտների մասին խոսելիս կարելի ասել, որ իրանց փորձը գերակայում է շուկայում։ Հետեւաբար նաև ուսումնասիրություններն են իրենց մասին շատ ապացուցված է, որ իրանք կայուն են, ինչքանով որ մենք համաձայն չենք այն փաստի հետ, որ հավերժական երաշխիք է իրենց համար տրվում, բայց ամեն դեպքում իրենք կարողանում են իրենց թույլ տալ շուկայում դիրքավորվել հենց այդ տեսանկյունից։ Իդեպ հավերժ ծառայելու վերաբերյալ առաջ եւ հիմա կա տարբերություն, օրինակ առաջ մաքսիմալ ժամկետը նշանակվում էր, չգիտեմ, 15 կամ 20 տարի, հիմա կարող են իրենց թույլ տալ գրել հավերժ եւ միգուցե ծառայի հավերժ, այս մասով ինչ ունենք։ Տարբերություն կա միգուցե խնամքի փոփոխությունների տեսանկյունից ու բարդությունների կանխարգելման կամ առաջացած բարդությունների վերահսկման տեսանկյունից։ Նույն այդ 10 տարի եւ հիմա իմպլանտացիան 10 տարի առաջ բերի իմպլանտիտները ուղիղ ցուցում էին համարվում, որ այդ իմպլանտները պետք է հեռացվեն, նրանք չեն կարող ծառայել, իսկ հիմա բերի իմպլանտիտները բուժվում են մեր պարոդոնտոլոգների շնորհիվ։ Դա լնդի հետ հարաբերվելու խնդիրներն են։ Դա եւ լնդի եւ ոսկրի հետ հարաբերվելու խնդիրն է, այսինքն դեպքեր ունենք, երբ որ բերի իմպլանտիտ կոչվածը ինքն էլ իր դասակարգումներն ունի, եթե ավելի հանրային մատչելի լեզվով բացատրեմ, ապա կստացվի, որ այստեղ դեպքեր են լինում, որ ոսկրի շատ մեծ ապաճատեղ ունենում իմպլանտացիայից հետո գերծանրաբեռնվածություն, հիգիենայի թերացում եւ այլն եւ իհարկե լնդի հետ կապված, երբ որ փափուկ հյուսվածքները իմպլանտատի շուրջ բավականակի չեն ու այստեղ արդյունքում երբ որ մեր սնունդը սկսում է հավաքվել, ատամնափառ, ատամնաքար ատամների շուրջ, որտեղ իմպլանտի վրա չի հավաքվում, քանի դեռ չի հասել խնդիրը իմպլանտին, փափուկ հյուսվածքները սկսում են չդիմանալ ու արդյունքում սկսում է ապաճի հետևանքով ուղիղ կապ արտաքին միջավայրի հետ առաջանում է իմպլանտների մոտ ու արդյունքում բնականաբար ունենում ենք այն ինչ ունենում ենք, բայց հիմա դա մասամբ իհարկե ոչ բոլոր դեպքերում դարձել է լուծելի։ Փաստորեն, եթե գանք համընդհանուր եզրակացության, հիմա ոչ միայն որակի առողջ մրցակցություն է գնում եւ բարձրանում է որակը եւ ծառայելիությունը ըստ այդմ, այլ նաեւ ընթացիկ խնդիրներն են շատ արդյունավետ սկսում հաղթահարվել։ Նկատվեց խնդիրը լնդի հետ, օգնության է հասնում պերիոդոնտոլոգը կամ ոսկրի հետ, թիմային աշխատանքը միշտությունը տալիս է ամեն ինչի։ Բնականաբար ոչ 100%-ով ամեն դեպքում այն ինչը որ բայց ամեն դեպքում փրկում է շատ ծանր եւ ընդհանրապես այդ կառույցից հրաժարվելու խնդրից բավական կարծում եմ։ Մեր բուժառուների համար շատ կարեւոր է, երբ որ իրանք հոգեբանորեն արդեն նախատրամադրված, որ իրանց իմպլանտը ունի խնդիր, օրինակ դիմել են ստոմատոլոգիական կլինիկային, բայց այնտեղ ասում են, որ գիտեք, կարա 5-10 եւ ավել տարի ավել ծառայել ձեզ այդ իմպլանտը, բնականաբար ուրախանում են, ողջևորվում են ու բացականորեն չեն վերաբերվում այդ երևույթին։ Մենք զրուցում ենք բժիշկ ստոմատոլոգ Գառնիկ Ցուցուլյանի հետ եւ հետաքրքիր հարց ունենք լսարանից, մեզ խնդրում են ներկայացնել, թե ինչ բուժումներ կամ պրոցեդուրաներ է պետք կատարել բերանի խոռոչում, նախքան արդեն բուն իմպլանտացիայի գործողությունը։ Երևի սա կարևոր է, որովհետեւ հնարավոր չէ գալ նստել ստոմատոլոգիական աթոռին եւ առանց որևէ ինչ-որ միջամտության միանգամից իմպլանտացիա կատարել, ճիշտ ենք մենք պատկերացնում։ Ինչ է արվում նախապես։ Նախապես ամենակարևորը բերանի խոռոչի սանացիան է, ինչ է ենթադրում իրանից սանացիա, սանացիա նշանակում է բոլոր պրոբլեմատիկ ատամների, այսինքն բոլոր ատամները, որոնք որ հեռացման են, պետք է հեռացվեն, բոլոր այն ատամները, որոնք որ բուժման են, պետք է բուժվեն։ Իհարկե, այստեղ էլ մենք մի քիչ վերապահումներով ենք մոտենում, որովհետև դեպքեր կան, որ այն ատամները, որոնք որ դեռ հələ շատ փչացած չեն, sense կոպիտ ասած, իրանց կարելի է ընդհանուր առմամբ, բայց խիստ ցանկալի է։ Հատկապես իմպլանտատի զոնայում գտնվող ատամները պարտադիր պետք է բուժվեն, որովհետև ուղղակի ինֆեկցիայի կրող են իրանք համարվում։ Հետևաբար, եթե իմպլանտը, իսկ մենք ինչ ենք անում, մենք իմպլանտացիայի ժամանակ պատրաստվում են հատուկ ստերիլ պայմաններ ենք ստեղծում եւ այլն, որպեսզի օդում այդ ինֆեկցիան չներթափանցի մեր միջամտության վիրահատության դաշտ
ու այստեղ հարևան ատամը բարձվում է, որ օրինակ ունի ոչ լավ պլոմբա, երկրորդային կարիես կամ ուղղակի առաջնային կարիես կամ փառ ունի իր մեջ, այս ամեն ինչը ուղիղ կապ ունի մեր միջամտության հետ, որովհետև ատամնափառից ներթափանցված բակտերիան օրինակ կարող առաջացնի հենց մեր implantատի ինտեգրման խնդիր։ Փաստորեն պլանային բուժումներ, որոշակի գործողություններ, ենթադրում եմ ամենավերջում ատամնաքարերի, փառի եւ այս լնդերի ամբողջովին կլինինգ սկզբում եւ վերջում ամենացանկալի տարբերակով, եթե գնանք, բայց հա, իմպլանտացիայից անմիջապես առաջ ծանրության շատ կարեւոր է։ Եվ անդրադառնանք նաև իմպլանտացիայի վերին հարկին, եթե այդպես կարելի ասել, այ դուք նշեցիք, որ տարբեր իմպլանտատներ թույլ են տալիս վերևում տարբեր կառույցներ, կարծես թե, չէ՞, այսինքն ինչ է թույլ տալիս կառուցել նրա վրա, որպես տեսանելի տանիք, այսպես ասած։ Փորձեմ մի քիչ մեկնաբանել, ինչա նշանակում այդ կառույց ասվածը, այսինքն օրթոպեդիկ մասին անդրադառնամ։ Մենք ունենք իմպլանտացիային հետևող օրթոպեդիա, մեր նպատակը նա է, որպեսզի մարդուն ոչ թե իմպլանտատ տեղադրենք, այլ ապահովենք ատամով, որպեսզի ունենանք առողջ եւ ֆունկցիոնալ ժպիտ, ծամողական ֆունկցիա եւ այլն, չէ՞։ Իսկ մեր ժամանակներում, քանի որ շատ տարածված է դարձել տոտալ իմպլանտացիաները, նշանակում է, որ ենթադրենք մեր բուժառուն մի քանի տարի կամ արդեն իսկ պրոբլեմատիկ ատամներով բախվում է անատամության, մենք պետք է այդ հարցը լուծենք, իսկ քանի որ մեր ծնոտը ինքը պայտաձև կառուցվածք ունի, ինքը ուղղակի ինչ-որ sense տախտակի նման չի, որ դու դնես իմպլանտներ, շարես ատամներ, հետեւաբար այդ ֆիզիկայի տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի իմպլանտատները ապահովեն օրթոպեդիկ կոնստրուկցիայի եւ իմպլանտի միջև գտնվող սուպրաստրուկտուրաների բազմազանություն։ Դա ինչի համար է, որպեսզի ինչպես է, չէ, մենք գնում ենք ատամնաբուժի մոտ, բարձում է, որ ատամը ունի խնդիր, պետք է ներվազրկվի, տեղադրվի շտիվտ կոչվածը, օրինակ։ Այդ շտիվտ կոչվածը մեր հենց սուպրաստրուկտուրան է, այսինքն այն միջանկյալ դետալն է, որը որ գտնվում է մեր ատամի եւ պսակի միջև։ Իսկ այստեղ նույնը ունենք մենք իմպլանտի եւ պսակի միջև, այսինքն փաստացի գրեթե ոչնչով չեն տարբերվում։ Տարբերվում են նրանով, որ իմպլանտատները մեզ հնարավորություն են ընձեռնում թեք տեղադրված իմպլանտները օրինակ իրանց ավելի զուգահեռ դարձնել, որպեսզի ապագա օրթոպեդիկ կոնստրուկցիաները շատ ավելի пассив ու հանգիստ տեղադրվեն իմպլանտների վրա։ Եվ անատամ չի մնում բուժառուն, ինչպես հասկանում եմ, արդեն ժամանակավոր պսակներն են տեղադրվում, մի փոքր կարող եք պատմել հենց նույն օրն է, թե այստեղ 1-2 օրվա խնդիր է։ Ամեն ինչ այնքան լավ հեքիաթային է դարձել, շատ հուսադրող։ Էլի վերապահումներով հեքիաթային, բայց ամեն դեպքում, եթե համեմատում ենք նախկինի հետ, հիմա ուղղակի հիասքանչ է մեզ ընձեռնված հնարավորությունները այդ տեսանկյունից։ Երբ որ տեղադրվում են իմպլանտատները, ենթադրենք հեռացվել են բոլոր ատամները կամ ի սկզբանե անատամությունը եղել մարդը ցանկանում է անշարժ կոնստրուկցիա ունենալ, տեղադրվեցին իմպլանտատները, նույն օրը մենք դրոշ ենք ստանում, այսինքն չափս կոչված է, չափս ենք ստանում իմպլանտներից, մարդիկ սիրում են այդպես ասել։ Ու 48 ժամվա ընթացքում մենք ունենում ենք մեր ժամանակավոր ատամները։ Այդ կարճ ժամանակահատվածը, հա, մի փոքր խնդրահարույց է մարդիկ։ Մեկ օր առաջ ամիսներ։ Իրականում, այո, դե հա։ Իրականում նույն օրն էլ է լինում։ Ոչինչ է առաջվա։ Կախված իմպլանտացիայի տեղադրման ժամանակից է, եթե առավոտյան մենք անում ենք միջամտությունը, այդ պայն դրոշը ստանում ենք, ուղարկում ենք, իսկ հիմա շատ թվայնացվել է ամեն ինչ։ Այդ թվայնացման շնորհիվ պետք չի պատրաստել գիպսի մոդել եւ այլն, անմիջապես ամեն ինչը սկանավորվում եւ տեղում պատրաստվում են այդ կոնստրուկցիաները ու ուղարկվում մեզ։ Այսինքն լինում է նաև նույն օրը, կամ հաջորդ կամ մաքսիմում 2 օր հետո։ Այստեղ կարևոր հարց է առաջանում։ Արդյոք այդ փոխարինող նախնական պսակների մոդելները ի վիճակի են իսկապես ծառայել, ծամելուն, խոսելուն, չէ, լինում է, որ չօգտագործեք, դրել եմ, բայց չօգտագործեք, չծամեք այս կողմով, որ ծառայի, մինչև որ հիմնականը դնենք այսպես։ Ի տարբերություն ատամի վրա պատրաստվող ժամանակավոր պսակների, որոնք որ շատ հաճախ հենց տեղում են պատրաստվում մասնագետի կողմից։ Ու շատ թույլ են։ Այո, սրանք մոնոմեր չպարունակող ակրիլային է, այսինքն նույն պլաստմասա է, բայց ինքը մոնոմեր չի պարունակում։ Իր առավելությունները ինչու՞մ է կայանում, որ
Ճիշտ է, հարցը մի քիչ արդեն օրթոպեդիկ բնույթ է կրում, բայց ես ինձ իրավունք կվերապահեմ մի քիչ ավելի մանրամասնել, այսինքն շատ կարևոր է, որպեսզի մեր լնդերը լինեն առողջ իմպլանտացիայից հետո։ Դա իրենց ենթադրում է, որ լնդերին գրգռող ինչ-որ ֆակտորներ չպետք է լինեն։ Իսկ շատ կարևոր ֆակտոր է, երբ որ մոնոմեր չի պարունակում, մոնոմերը ինքը գրգռում է քիմիական նյութ է հանդիսանում։ Հաստատ այստեղ էր թաքնված տարբերությունը։ Դա մեկ։ Երկրորդը ծամողական տեսանկյունից, այո, իրենք կարողանում են ծառայել, այո, պինդ են, հատկապես ճիշտ պատրաստված կոնստրուկցիաների, իսկ դա լաբորատորիայի եւ բժշկի փոխհամագործակցության արդյունքում կարելի է միայն ստանալ, լավ փոխհամագործակցություն բնականաբար։ Մարդկանց ծառայում են այնքան միջև որ տեղադրվեն հիմնական ատամները։ Բուժառուներ ունենք, որ նույնիսկ տարի եւ ավել Իսկ ինչն է խնդիրը այդքան երկար ժամանակի Ենթադրենք բուժառուին հարմար չի եղել մոտենալ կամ մեկնել է, այո, այդ արտերկրում գտնվող մեր պացիենտների համար երևի թե կարևորագույն հարց է։ Ես կլինեմ ատամով, ասում ենք այո կլինեք։ Մենք հարց ունենք նաև ատամներն ուղղելու, կծվածքն ուղղելու, արդյոք պարտադիր է մինչև 1-ից 2-ից ավել իմպլանտ տեղադրելու դեպքում նաև այդ հարցը լուծել։ Ինչ կասեք, սա հետաքրքիր համագործակցություն է։ Դե իհարկե, օրթոդոնտների հետ մեր ուղիղ կապը թույլ է տալիս մեզ ավելի պարզաբանված մոտենալ հարցին։ Դեպքեր կան, երբ որ մեր ատամները տեղական ժամանակ բացակայել են, իսկ հարևան ատամները մենք այդպիսի ֆենոմեն ունենք մեր մասնագիտության մեջ Պոպով-Գոդեն կոչվածը, երբ որ ատամը տեղաշարժվում է դեպի բացակա ատամի շուրջ, հետևաբար ունենք իմպլանտատ կարող ենք տեղադրել, այո, բայց շապիկ չենք կարող տեղադրել, որովհետև փաստացի չունենք բավարար տեղ։ Այստեղ մեզ օգնության են գալիս մեր օրթոդոնտները, եթե խնդիրը բնականաբար ավելի մասշտաբային է, երբ բոլոր ատամները կցվածքային խնդիր ունեն, մենք միշտ փորձում ենք ուղղորդել, դրդել մեր պացիենտներին, որպեսզի ուղղեն ատամնաշարը, նոր տեղադրվեն իմպլանտները, ինչու, որովհետև տեղային խնդրի լուծումով միայն կարա հարցը չլուծվի։ Հետագայում մեր իմպլանտատները վատ կցվածքի պատճառով կունենան գերծանրաբեռնվածություն, արդյունքում մենք կունենանք իմպլանտի կորուստ։ Նաև այս ատամների ուղղումը, կցվածքի ուղղումը փաստորեն ի տարբերություն շատ մարդկանց պատկերացման, միայն գեղեցկության եւ հավասար ատամներ ունենալու հարց չէ, Տրենդային ինչ-որ հարց է։ Այո, այստեղ փաստորեն ուղիղ առողջական ուղիղ ծամողական խնդիրներ կան, որ պետք է լուծել։ Մեր կլինիկայի մասով կարող եմ ասել, մեզ համար շատ կարևոր է մարդկանց առաջին հերթին ապահովել ֆունկցիոնալ առողջությամբ։ Այո, ֆունկցիոնալ առողջ շպիտ, հետո նոր գեղեցիկ էսթետիկ շպիտ։ Նաև հասցնենք խոսել հակացությունների վերաբերյալ։ Ես դա էլ եմ հիշում, երբ առաջ մարդիկ կային, որ պատրաստ էին այդ բյուջեն հատկացնել, ենթարկվել տանջանքների առաջվա երկարատև, սակայն ունեին հակացություններ եւ իրենց հրաժարվում էին այդ իմպլանտացիան կատարել։ Կարող եք նախ հիշատակել, թե որոնք էին այսպես հստակ հակացություններ եւ որոնք են փոխվել ու հիմա կարելի է նաեւ նրանց հետ աշխատել։ Ես կարող եմ ասել 5 տարի առաջ, երբ որ ես սկսում էի իմպլանտացիան, որ դեպքերում չէի անում, այն ժամանակ դեռ արդեն իսկ սկսել էր իհարկե զարգանալ, բայց հին դպրոցի ազդեցության տակ բնականաբար, երբ որ նոր է սկսում, ամեն դեպքում վախենալ, անհանգստանալ, շաքարային դիաբետը ուղիղ հակացություն էր օրինակ։ Սնուցման խաթարման հետ կապված էր սա։ Այո, հիմնականում այստեղ շարակցական հյուսվածքի խնդիրներ են առաջանում։ Շաքարային դիաբետի ժամանակ առաջի թիրախը շարակցական հյուսվածքն է, իսկ մեր լինդը ուղիղ ձևով շարակցական հյուսվածք է։ Լավ, այլ հիվանդություն կնշեք, որ հիմա աշխատում եք շատ հանգիստ։ Հիվանդություն չէ, բայց սովորություն կարող եմ ասել։ Չնայած հիմա էլ դա շատ ընդունված է, երբ որ ծխող մարդկանց օրինակ մենք խուսափում ենք տեղադրել, որովհետև այդտեղ ինչ առաջանում, նորից ծխելու պատճառով անոթային խնդիրներ, սնուցման խանգարում, նորից կարա ինտեգրացիայի խնդիր առաջանա, բայց հիմա մի քիչ ավելի հանգիստ ենք սկսում մոտենալ հարցին, անկախ ամեն ինչից իհարկե դրդելով, փորձելով բաց սովորություններից հրաժարվել։ Բայց հանդուրժողականությունը ավելի մեծացել է եւ մեզ խնդրում են այնուամենայնիվ գներին անդրադառնալ։ Մենք խոսեցինք, որ էլ արտադրողները բազմազանություն են առաջարկում տարբեր նյութերի, հումքերի, դե բժիշկների փորձերն էլ տարբերվում են, ավելի
անուն հանած, ինչպես հայերը ասում են, բժիշկներ ավելի թանկ են իրենց գործը գնահատում, նորերը ավելի մատչելի, ընդհանուր առմամբ իջել են իմպլանտացիաների գները, ընդհանուր գներ այն մտնել եւ վերջում դուրս գալ նորմալ ատամով։ Միանշանակ, հա։ Լավ։ Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, այո։ Այն ժամանակ իմպլանտները այնպիսի աստղաբաշխական թվեր արժեին իրանք ինքնին, այսինքն տիտան կոչվածը իմպլանտը ինչա տիտան է իրանից ներկայացնում, որ ինտեգրվում է մեր ոսկորի հետ։ Տիտան ստանալը իրանից իմպլանտատ բավականին թանկ արժեց է։ Տեխնոլոգիաները ավելի թույլ են եղել, թվայնացված չի եղել, այսինքն մեխանիկական ֆակտորը այստեղ առաջ գալիս։ Իսկ հիմա տեխնոլոգիաների զարգացման հետ մեր հարավկորեական բարեկամները կարողանում են շատ ավելի մատչելի իմպլանտներ ստանալ, ինչի հաշվին, այո, մարդկանց մոտ հասանելիությունը դրա հաշվին շատացել է։ Նաև մարդկանց կարծում եմ գլխում եւ այսպես հոգեկանում է բավականին փոխվել։ Հիմա էլ այդքան վախ չկա, այդքան նախապաշարմունքներ չկան եւ մարդիկ ավելի հանգիստ է, եթե պետք է կանենք։ Ես մեր պացիենտների պատմածները ասեմ, հա միշտ ինչպես են գալիս իրանք իմպլանտացիայի ու ոնց են գնում իմպլանտացիայից հետո գալիս են, ես ծանոթներ ունեմ, ովքեր մի քանի տարի առաջ տեղադրել են իմպլանտներ, ամբողջ դեմքը այտուցված, դեմքը ուռած, ես ինչպես կարող եմ այդպես տանից դուրս գալ, հիմա չկա նման բան։ Միգուցե եղել է, որովհետև շատ ավելի տրավմատիկ է եղել միջամտությունները այն ժամանակ։ Հիմա թեկուս մեր շաբլոն կոչվածները թվային այդ շաբլոնը ինքը վիրաբուժական, երբ որ տեղադրվում է ատամների վրա ու իր միջոցով անմիջապես ներմուծվում ոսկրի մեջ մեր իմպլանտատը։ Թվային տեխնոլոգիաները, թվային նավիգացիան, պլանավորումը հեշտացրել է կյանքը ձեր։ Մեր կյանքը հեշտացրել է, պացիենտների ավելի հեշտ հետվիրահատական շրջան ունենալն էլ է շատացրել։ Ու ճշգրտությունը երևի։ Միանշանակ, հենց այդ ճշգրտության հաշվին այն ժամանակ ինչ էր տեղում, մենք բացում ենք ոսկրային հյուսվածքում, որպեսզի փորձենք հասկանալ որտեղ է այդ իմպլանտի տեղը, ոնց կարող ենք տեղադրել եւ այլն, իսկ հիմա այդ ամեն ինչը մեր փոխարենանում համակարգիչ է։ Նախորոք, այսինքն ինքը դարձել է ավելի կանխատեսելի միջամտություն, ի տարբերություն այն ժամանակվա։ Ու այդ կանխատեսելիության շնորհիվ մենք կարողանում ենք շատ ավելի սեղմ ժամկետներում ավելի արագ տեղադրել իմպլանտատը, որի շնորհիվ բնականաբար տրավման քչանում է։ Ահա։ Մենք հենց հարց ունենք, հասցնեմ վերջին րոպեներին ուղղել, մի անգամից մեկ այցով քանի իմպլանտատ կարելի է տեղադրել։ Միշտ մեկ, թե ամեն դեպքում ավելել է ստացվում։ Չէ, իմպլանտատ կարելի է տեղադրել ինչքան ուզենք, ինչքան անհրաժեշտ է, այսինքն մեկ օրվա ընթացքում։ Դա մեզ ինչից է հետ պահում, հետա պահում հետվիրահատական մեկ շրջան ունենալու, ավելի մի քանի շրջան ունենալուց, այսինքն երբ որ մեկ միջամտությունը մեկ անգամ ենք անում, արդյոք այդ ամեն ինչի մեջ վասնում մեկ անգամ։ Ցավ չի լինում, հավատացնում եմ ձեզ, ցավ երբեմն լինում է, երբ որ միոմոմենտ իմպլանտացիա ենք ունենում, բայց դա ոչ թե իմպլանտի պատճառով է, այլ ատամի հեռացման պատճառով, տրավման է, դե մենք օրգան ենք հեռացնում։ Իդեպ սա ավելի կարծում եմ երբեմն տրավմատիկ է։ Սեղան ատամների հեռացումը եւ այլն, լավացումը բոլորս հիշում ենք իմաստության ատամներ, սեղան ատամներ, հետո շատ երկար վերականգնվում են, քան բուն իմպլանտացիան։ Արդիկ մի փոքր սա էլ թարս են պատկերացնում կարծում։ Դե արդյունքում այդ ցավեր ամեն ինչը դրանով է ընդ որում գրեթե 90%-ով նվազել է այդ ցավային զգացողությունների իմպլանտացիայից հետո, նույնիսկ եթե միոմոմենտ է կատարվում։ Եվ վերջին հետաքրքիր հարցը, ինչպես ընտրել իմպլանտոլոգի, արդյոք արժե ընտրել հին, դասական, ստուգված տասնյակ տարիների տեխնոլոգիաներով աշխատողի, թե նորարարական, ավելի առաջադեմ, փորձարարական մոտեցումներով բժշկի։ Հարկավոր է ընտրել նորարարական եւ փորձով բժիշկների, ավելի ճիշտ է այստեղ կարելի ասել ոչ թե բժիշկների, այլ կլինիկաների։ Ես այո հատուկ ուզում եմ այդ բառը շեշտել, միայն իմպլանտոլոգը ինքն իրանով առանց օրթոպեդի, առանց թերապևտի օգնության մեր արած միջամտությունը ոչ մեկին պետք չի։ Ինչու՞, որովհետև դասական վիրաբույժները սիրում են իմպլանտատը տեղադրել։ Իսկ քանի որ մենք արդեն անդրադարձանք այն հարցին, որ տեղ չկա շապիկի համար, այդ իմպլանտը տեղադրել հնարավոր է, բայց իմաստ է։ Արդյունքում թիմային աշխատանքը շատ կարևոր է։ Շատ շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ, ընտրեք թիմ, ընտրեք
այն կլինիկան, որը ունի այնպիսի թիմ, ում դուք կվստահեք, երևի լուծումը սա է։ Մենք զրուցեցինք ինդիվիդուում ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ ստոմատոլոգ Գառնիկ Ցուցուրյանի հետ, շատ շնորհակալություն, հետաքրքիր էր, հագեցած էր, հուսամ էլի մեկ այլ թեմայով կհանդիպենք։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։